Հրապարակը գրում է. «Թոշակները 10,000 դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի աչքալուծանքը խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է կուլիսներում քննարկում են, թե ուրեմն վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ 60+-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի խփած տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի, ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։ Իդեպ ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հոգուտ իրենց, մի վերջին վարիանտ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների։ Չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։ Ժողովուրդը գրում է. ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ, անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե մասնագիտական շրջանակներում, թե հենց նախարարությունում։ Թերթի տեղեկություններում տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Հրապարակը գրում է. 2025-ից 26 թվականների ուսումնական տարին սկսվեց սկանդալով։ Առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս անպայման հիշում են Մաշտոցն Այբենարանից հանելու փաստը։ Թերթը տեղեկացել է, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են։ 2026-ից 2027 թվականների ուսի տարվա դասագրքերն արդեն տպագրվում են, եւ այս տարվա Այբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։ ԿԳՄՍ-ից լուրը հաստատել են։ Հրապարակը գրում է. չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող խելքը գլխին երկրորդ մարդ չեն գտել։ Այդպիսով կարելի է ասել, արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի երկրորդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։ Եզդիական համայնքից կրկին ընտրվել Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից Արսեն Միխայլովը։ Ըստ օրենքի ամենաշատ ձայն ստացած ուժին բաժին է հասնում թվով ամենամեծ եզդիական համայնքի ներկայացուցիչը։ Իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաև ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա 3-ն էլ։ Հրապարակը գրում է. խորհրդարանական մեծամասնությունն ազգային ժողովը դարձրել է սեփական դուքյանը։ Ասենք կարող են մշտական հանձնաժողովի նիստ նշանակել, բոլորը ներկայանան, լրագրողները հավաքվեն խորհրդարանում եւ վերջին պահին առանց որևէ բացատրության հայտնեն, որ նիստը 2 ժամով հետաձգվում է։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած պետաիրավական մշտական հանձնաժողովը 3 առավոտյան 11:00-ին նիստ էր հրավիրել։ Ուշացումով ժամանած Վարդանյանը հայտնեց, որ այն տեղափոխվում է 13:00-ին, որոշ խնդիրների պատճառով։ Հանձնաժողովի ներկա անդամներից մեկն ասաց, որ որոշ հանձնաժողովականներ են երեկոյան խնդրել նիստը հետաձգել, քանի որ գործուղումից ուշ են վերադարձել։ Պետք է առավոտյան քնեն, հանգստանան, չեն կարող 11:00-ին ԱԺ գալ։ Խոսքը ՔՊ-ական Ալխազ Ղազարյանի, Լիլիթ Մինասյանի մասին է, որոնք գործուղման էին մեկնել Բելգիա։ Ալխազ Ղազարյանը թեպետ եկել էր եւ քվորումի խնդիր չկար, բայց Վարդանյանը հավանաբար որոշեց մյուս գործընկերներին ընդառաջել եւ նիստը սկսեց 2 ժամ ուշ։